Մանուկների Աստվածաշունչ, մաս առաջին, Աստվածաշնչի մասին։ Ինչպիսի գիրք է Աստվածաշունչը։ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, այն բացահայտում է աշխարհի ծագման և մարդու խորհրդի ու գոյության իմաստը։ Դա այն սուրբ գրքերի ժողովածուն է, որ 1500 տարիների ընթացքում Սուրբ Հոգով ներշնչված գրել են մոտավորապես 4 տասնյակ հեղինակներ։ Աստվածաշունչը երկու մասի է բաժանվում՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։ Հին Կտակարանը գրվել է Քրիստոսի ծննդից առաջ, իսկ Նոր Կտակարանը Քրիստոսի ծննդից հետո, առաջին դարի ընթացքում։ Մեր թվարկությունը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան տարուց։ Հին Կտակարանը պատմում է այն մասին, թե Աստված ինչպես ստեղծեց տիեզերքը՝ մեղանչելու, մեղքի, Աստծո ժողովրդի՝ Իսրայելի պատմության, մարգարեների և մարգարեությունների մասին։ Հին Կտակարանի մեջ են Սաղմոսները, Հին օրհներգները և Աստծուն ուղղված աղոթքները, Հոբի գիրքը և այլն։ Նոր Կտակարանում Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի ավետարաններում խոսվում է մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, նրա կյանքի, նրա ուսմունքի, նրա մեղավոր մարդկության համար մահվան, համբարձման ու առաջին քրիստոնյաների մասին։ Այդ գրքում զետեղված են նամակները, այսինքն Աստծո խոսքը, ուղղված առաջին քրիստոնյաներին և ամբողջ մարդկությանը, ու վերջապես հայտնությունը, այսինքն պատմությունը այն մասին, թե ինչ է տեղի ունենալու աշխարհի վերջում։ Հիսուս Քրիստոսի ուսմունքը ավետարան է կոչվում։ Ավետարան բառը հունարեն է, որ թարգմանվելով Բարի լուր է նշանակում, նշանակում է ավետիս։ Ավետիս ինչի մասին։ Այն մասին, թե Աստված ինչպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն ուղարկեց, որպեսզի ով նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Ուրեմն ավետարանում խոսվում է ոչ միայն այն մասին, թե ինչպես տեղի ունեցավ մարդու անկումը, որի հետևանքով բաժանվեց Աստծուց ու հավիտենական կործանման դատապարտվեց, այլև մարդուն փրկելու Աստծո ծրագրի մասին, այն մասին, թե ինչպես Աստված իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին երկիր ուղարկեց, մարդկանց մեղքերի համար մեռնելու ու նրանց ցույց տալու կյանքի ճշմարիտ ուղին։ Հետևաբար, Աստվածաշնչի կենտրոնական թեման Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստծո Որդին, աշխարհի Փրկիչն ու Տերը։ Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում։ Գրագիտության զարգացման և աշխարհում քրիստոնեության տարածման շնորհիվ Աստվածաշունչը հավասար չափով սեղանի գիրք դարձավ ինչպես մտավորականության, այնպես էլ բանվորական ընտանիքներում։ Աստվածաշնչի տարածումը աճեց հատկապես այս դարում։ Այլ լեզուների թարգմանվելու առումով Աստվածաշունչը առաջին տեղն է գրավում աշխարհում։ Երբ ավելի քան 500 տարի առաջ գրքատպագրությունը հայտնագործվեց, Աստվածաշունչը կամ նրա առաջին գրքերն թարգմանվեցին ընդամենը 33 լեզուների, և մեկ էլ 1804 թվականին ավետարանական շարժումների ստեղծման ժամանակ այն թարգմանվեց միայն 67 լեզուների։ Սակայն 19-րդ դարի ընթացքում Աստվածաշնչի գրքերն արդեն տպագրվեցին ավելի քան 400 լեզուներով, իսկ մեր 20-րդ դարի ընթացքում Աստվածաշունչը կամ նրա առանձին գրքերը թարգմանվեցին ևս 1400 լեզուների։ Այսպիսով, 1989 թվականի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվը արդեն հասավ 1928-ի։ 314 լեզվի թարգմանվեց ամբողջ Աստվածաշունչը, 715-ի Նոր Կտակարանը և 899-ի Աստվածաշնչի գրքերից առնվազն մեկը։ Այսօր երկրագնդի բնակչության շուրջ 2%-ը միայն իր լեզվով Աստվածաշնչի ոչ մի գիրքը չունի։ Ներկայումս Աստվածաշունչը թարգմանվում է ևս 1000 փոքր լեզուների, որոնց մեծ մասը մի քանի հազար, 100 կամ նույնիսկ մի քանի տասնյակ հոգու լեզու է։ Հարկ է ավելացնել, որ Աստվածաշնչի մասերը ձայնապնակների կամ ձայներիզների կասետների վրա են ձայնագրվում, որպես ձեռնարկ անգրագետների և կույրերի համար։
Այսպիսով, Աստվածաշունչը մատչելի է դառնում 4300 լեզուներով ու բարբառներով։ Բացի այդ, կույրերի համար 84 լեզուներով Աստվածաշունչը տպագրվում է բրայլի տպատառով։ Իր տպաքանակով Աստվածաշունչը առաջին տեղն է գրավում աշխարհում։ 1900 թվականին 5 միլիոն Աստվածաշունչ և 7 միլիոն նոր կտակարան տպագրվեց, իսկ 1980 թվականին շուրջ 36 միլիոն Աստվածաշունչ, 57 միլիոն նոր կտակարան և մի քանի 100 միլիոն Աստվածաշնչի առանձին գրքեր։ Այսպիսով, Աստվածաշունչը ամենաշատ ընթերցվող գիրքն է աշխարհում, այն կարդում են չափահասներն ու երիտասարդները, գյուղերում և քաղաքներում, բանվորներն ու գիտնականները։ Աշխարհի ստեղծման սկիզբը։ Գիտեք, թե ինչպես խավարի մեջ է ընկղմում գիշերը։ Ամեն ինչ։ Երբ լույսերն անջատվում են, կար ժամանակ, որ ամբողջ աշխարհը խավարի մեջ էր։ Այն ժամանակ ոչ խոտ կար, ոչ ծառ, չկային այսօրվա հիանալի ծաղիկներն ու թռչունները, նույնիսկ երկիրն ու երկինքը չկային։ Ողջ տիեզերքը խավարի մեջ էր, քաոս էր տիրում, սակայն Աստված չուզեց, որ այդ ամենը այդպես մնա, ու ստեղծեց այս հոյակապ աշխարհը։ Մենք գիտենք, որ ոչ մի բան ինքնին չի լինում։ Մեզ շրջապատող անսահման ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհը վկայում է մեծ և իմաստուն Արարչի մասին։ Սուրբ Աստվածաշնչում, որը Աստծո հոգով ներշնչված սուրբ մարդիկ են գրել, նկարագրված է Աստծո խոսքով ստեղծված երկիրը։ Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, իսկ երկիրը անձև էր ու դատարկ, և խավար կար անդնդի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. «Լույս լինի», և լույսը եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից, և Աստված լույսը ցերեկ անվանեց, իսկ խավարը գիշեր։ Եվ իրիկուն և առավոտ եղավ, առաջին օրը։ Եվ Աստված ասաց. «Ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերից բաժանի»։ Եվ Աստված արեց հաստատությունը։ Եվ բաժանեց հաստատության տակի ջրերը հաստատության վրա եղող ջրերից։ Եվ այսպես եղավ։ Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք։ Եվ իրիկուն եղավ, և առավոտ, երկրորդ օրը։ Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ գտնվող ջրերը մեկտեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր, և ջրերի զանգվածը կոչեց ծով։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. «Երկրի վրա կանաչ խոտ բուսնի, սերմ տվող խոտ, և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այնպես եղավ։ Եվ երկիրը կանաչ խոտ հանեց, սերմ տվող խոտ, իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ էր իր տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է, և իրիկուն եղավ, և առավոտ, երրորդ օրը։ Եվ Աստված ասաց. «Լուսավորները լինեն երկնքի հաստատություններում, որ ցերեկը գիշերից բաժանեն և նշանների և ժամանակների և օրերի և տարիների համար լինեն, և լուսավորները լինեն երկնքի հաստատություններում, որ երկրի վրա լույս տան»։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված երկու մեծ լուսավորները շինեց. մեծ լուսավորը ցերեկը իշխելու համար, և փոքր լուսավորը գիշերը իշխելու համար, և աստղերը։ Եվ Աստված նրանց դրեց երկնքի հաստատություններում, որ երկրի վրա լույս տան, և ցերեկի ու գիշերի վրա իշխեն, և լույսը խավարից բաժանեն։ Եվ Աստված տեսավ, որ բարի է, և իրիկուն և առավոտ եղավ, չորրորդ օրը։ Եվ Աստված ասաց. «Ջրերը թող կենդանի շունչ ունեցող սողուններ հանեն, և թռչունները թռչեն երկրի վրա երկնքի հաստատության երեսին»։ Եվ Աստված ստեղծեց մեծամեծ գետերը և բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է, և Աստված օրհնեց նրանց ասելով. «Աճեցեք և բազմացեք, և լցրեք ծովի միջի ջրերը, և թռչունները շատանան երկրի վրա»։
և իրիկուն և առավոտ եղավ, 5-րդ օրը։ Եվ Աստված ասաց. թող երկիրը շնչավոր կենդանի հանի իր տեսակի պես, և այսպես եղավ։ Եվ Աստված երկրի գազանները ստեղծեց նրանց տեսակի պես, և անասուններին իրենց տեսակի պես, և գետնի բոլոր սողուններին իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Ամենակարող Արարչի խոսքով ստեղծված քնքուշ և արևի լույսով ողողված երկիրը շնչում էր դյութիչ գեղեցկությամբ ու անդորրով։ Սակայն սա դեռ ստեղծագործության վերջը չէր։ Աստված որոշեց մարդկանց ստեղծել, որպեսզի նրանք ապրեն այս սքանչելի աշխարհում, վայելեն այն և հարաբերվեն իրենց Արարչի հետ, փառաբանելով Նրան։ Եվ Աստված ասաց. մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների և անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերի նման։ Աստծո պատկերով ստեղծեց նրանց, արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. աճեցեք և բազմացեք, և լցրեք երկիրը և տիրեցեք նրան, և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ասաց. ահա ամեն խոտը, որ սերմ ունի, ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի վրա կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի, և երկրի բոլոր կենդանիների և երկնքի բոլոր թռչունների և երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց վրա կենդանության շունչ կա, ամեն կանաչ խոտը կերակուր լինի։ Եվ այսպես եղավ։ Եվ Աստված տեսավ այն բոլորը, ինչ արել էր, և ահա շատ բարի էր։ Եվ իրիկուն և առավոտ եղավ, 6-րդ օրը։ Տղամարդու անունը Ադամ էր, իսկ կնոջ անունը Եվա։ Աստված նրանց գեղեցիկ ու երջանիկ ստեղծեց։ Նրանք շատ էին սիրում Արարչին, ու Աստված սիրում էր նրանց։ Աստված նրանց տվեց բոլոր այն կենդանի արարածներին, որպեսզի հոգ տանեն նրանց, օրհնեց Ադամին և Եվային ու նրանց դրեց դրախտի մեջ ու հանձնարարեց մշակել ու պահել այն։ Ադամն ու Եվան մշտական հարաբերության մեջ էին իրենց Արարչի հետ։ Այդ պատճառով էլ երջանիկ էին։ Երբ մեր աչքերն ու սիրտը Աստծուն ուղղվեն, մենք ևս երջանիկ կլինենք։ Բայց Ադամն ու Եվան Աստծուն չլսեցին, ու Աստված դրախտից վտարեց նրանց։ Ահա թե ինչ տեղի ունեցավ։ Տերը թույլ տվեց նրանց ուտել այգում եղած բոլոր ծառերի մրգերից, բացի այն ծառից, որը բարու և չարի իմացության ծառ էր կոչվում։ Աստված նրանց ասաց. եթե այս պատվիրանը խախտեք, կմեռնեք։ Սակայն Սատանան, Աստծո և մարդկանց թշնամին, ուզեց կործանել Ադամին ու Եվային։ Մի օր նա օձի կերպարանքով մոտեցավ Եվային ու ասաց. Աստված իրոք ասաց, որ դրախտի ոչ մի ծառի միրգը չուտեք։ Եվան պատասխանեց. մենք կարող ենք ուտել բոլոր ծառերի մրգերը, բացի այն ծառից, որը դրախտի կենտրոնում է գտնվում։ Աստված մեզ արգելեց ուտել դրա միրգը, որպեսզի չմեռնենք։ Այն ժամանակ, ցանկանալով Եվայի սրտում կասկած հարուցել Աստծո սիրո անկեղծության նկատմամբ, Սատանան խաբել սկսեց, ասելով. ոչ, չեք մեռնի։ Բայց Աստված գիտե, որ այն օրը, երբ ուտեք այդ ծառի միրգը, ձեր աչքերը կբացվեն, ու դուք Աստծո նման կդառնաք, կճանաչեք լավն ու վատը։ Սատանայի այդ խոսքից հետո, երբ Եվան ծառին նայեց, ապա ծառի միրգը իրեն շատ համեղ թվաց, գեղեցիկ ու տենչալի։ Այն ժամանակ նա պոկեց միրգը, կերավ ու իր ամուսնուն Ադամին էլ տվեց։ Այդ բանից հետո Աստված Ադամին ասաց. քանի որ դու լսեցիր կնոջդ ու կերար այդ ծառի միրգը, որը պատվիրել էի չուտել, ապա քո պատճառով անիծվում է երկիրը։ Կյանքիդ բոլոր օրերը տառապալից պիտի լինեն։ Ճակատի քրտինքով պիտի ճարես հացդ, մինչև այն ժամանակ, երբ վերադառնաս այն հողը, որտեղից վերցված ես, որովհետև հող էիր, հող պիտի դառնաս։ Հետո Աստված Ադամին ու Եվային վտարեց սքանչելի այգուց, ու նրանք այլևս չկարողացան վերադառնալ այնտեղ։ Այսպես տեղի ունեցավ առաջին մարդկանց անկումը,
Աստծո խոսքով նրանք թե ֆիզիկապես և թե հոգեպես մահացան։ Հոգեկան մահը զրկեց նրանց Արարչի հետ ունեցած հոգեկան կապից։ Սրա համար արդեն այն ժամանակ Աստված ուներ մարդկությունը իր մեղքերից փրկելու ծրագիրը իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աբելն ու Կայենը։ Այս երկու երիտասարդները Ադամի ու Եվայի զավակներն են։ Աբելը հովիվ էր, նրա եղբայր Կայենը հողագործ։ Մի օր Կայենը երկրի տված պտուղներից Տիրոջը նվեր բերեց։ Աբելը նույնպես նվիրեց Տիրոջը իր նախրի առաջնեկներից։ Տերը Աբելի ընծան ընդունեց, իսկ Կայենի ընծան մերժեց։ Կայենը շատ վշտացավ ու գլուխը կախեց։ Տերը Կայենին ասաց. «Ինչու վշտացար ու գլուխդ կախեցիր։ Երբ լավ բան ես անում, գլուխդ չես բարձրացնում, իսկ եթե լավ բան չես անում, նշանակում է մեղք ունես։ Մեղքը դեպի իրեն է ձգում քեզ, բայց դու իշխիր նրան»։ Սակայն Կայենը չհաղթեց մեղքին ու շարունակեց նախանձել եղբորը։ Մի օր, երբ երկու եղբայրները դաշտում էին, Կայենը եկավ իր եղբոր Աբելի դեմ ու սպանեց նրան։ Երկիրը ներկվեց առաջին սպանված մարդու արյունով։ Աստված պատժեց Կայենին իր կատարած մեղքի համար ու թափառական դարձրեց։ Ինչպիսի սարսափելի մեղքի կարող է հասցնել սրտում բուն դրած նախանձը։ Հետևաբար խուսափելու համար հարկավոր է արթուն լինել, աղոթել ու Տիրոջ ուժով մեղքին հաղթել։ Շատ հարյուրամյակներ անցան, ու երկրի վրա շատ մարդիկ ծնվեցին Ադամ ու Եվայից։ Սկզբում նրանցից շատերը վախենում էին Աստծուց ու ծառայում նրան, բայց աստիճանաբար բոլորը սկսեցին գործել Աստծո կամքի դեմ։ Միայն Նոյ անունով մի մարդ հավատարիմ մնաց իր Արարչին ու ցանկացավ կատարել նրա կամքը։ Պետրոս առաքյալը ճշմարտության ջատագով անվանեց նրան։ Աստծո հոգին նրա սրտում էր, ու նա շատ էր սիրում Աստծուն։ Տերը տեսավ, որ մարդկանց այլասերվածությունը հսկայական չափերի է հասել, ու նրանց սիրտն ու միտքը հակված էին միայն չարիք գործելու։ Բոլորը ճանապարհից շեղվել էին։ Այն ժամանակ Աստված ասաց. «Ես բոլոր ստեղծած մարդկանց կոչնչացնեմ աշխարհի երեսից, որովհետև զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»։ Աստված, որ բարի աչքով էր նայում Նոյին, դիմեց նրան ու ասաց. «Ամեն տեսակի կենդանության վերջը եկել է, քանի որ երկիրը լցվեց նրանց չարագործություններով, ես նրանց կոչնչացնեմ աշխարհի երեսից։ Դու քեզ համար մի տապան շինիր, բաժիններ սարքիր ու դրսից և ներսից ձյութով պատիր։ Ես ջրհեղեղ կանեմ երկրի վրա, որպեսզի ոչնչացնեմ այն ամենը, ինչը շնչում է, այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհի վրա, կզրկվի կյանքից, բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնեք դու և քո կինը, որդիներդ ու նրանց կանայք»։ Աստծո հրամանը լսելով Նոյը սկսեց տապանը կառուցել, որը մի մեծ նավ էր։ Նա հաճախ էր իր շրջապատի մարդկանց ասում, թե շուտով ջրհեղեղ կլինի, որը կբնաջնջի ողջ աշխարհը։ Մարդկանց կոչ էր անում զղջալ կատարած չարագործությունների համար ու Աստծուն դառնալ, բայց ոչ ոք նրան լսել չէր ուզում։ Տապանը երկար կառուցվեց, ու երբ Նոյն արեց այն ամենը, ինչ Աստված հրամայեց ու տապանը պատրաստեց, Տերն ասաց. «Ողջ ընտանիքով մտիր տապանի մեջ, որովհետև դու արդար ես իմ առաջ։ Ամեն մաքուր անասուններից քեզ համար 7 հատ վերցրու, արու և էգ, իսկ այն անասուններից, որ մաքուր չեն, 2 հատ, արու և էգ։ Երկնքի թռչուններից 7 հատ, արու և էգ, երկրագնդի վրա սերունդը պահպանելու համար։ Ահա 7 օր հետո 40 օր ու 40 գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա, ու աշխարհի երեսից պիտի սրբեմ այն ամենը, ինչ ստեղծել եմ»։ Նոյը վարվեց այնպես, ինչպես Աստված իրեն թելադրեց։ Կնոջը, որդիներին ու նրանց կանանց վերցրեց նաև բոլոր կենդանիներից մեկական զույգ, տապանի մեջ մտավ, ու Աստված ինքը փակեց տապանի դուռը։ 7 օրից հետո ջրհեղեղն սկսեց, և 40 օր ու 40 գիշեր չդադարեց։ Ջուրն այնքան բարձրացավ, որ տապանը մակերեսին լողալ սկսեց։
Ջրհեղեղը այնքան ուժեղ էր, որ բոլոր բարձր սարերը ծածկվեցին, ու այն ամենը, ինչ շնչում էր, մեռավ։ Մնացին միայն Նոյն ու նրանք, ովքեր իր հետ տապանի մեջ էին։ Ջրհեղեղը վերջացավ, ու ջուրն աստիճանաբար պակասել սկսեց։ Նոյի տապանակը կանգ առավ Արարատ սարի վրա։ 40 օր հետո Նոյը բաց արեց տապանի պատուհանը ու մի ագռավի բաց թողեց, իմանալու համար, թե ջուրը պակասել է։ Ագռավը այս ու այն կողմ թռավ, մինչև որ գետինը չորացավ։ Հետո Նոյը աղավնուն բաց թողեց, սակայն աղավնին տապան վերադարձավ, քանի որ կանգնելու տեղ չգտավ։ Ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ 7 օր հետո Նոյը դարձյալ բաց թողեց աղավնուն։ Երեկոյան աղավնին վերադարձավ կտուցին ձիթենում մի տերև։ Այսպես Նոյն իմացավ, որ ջուրը նվազել էր գետնի երեսից։ 7 օր սպասելուց հետո Նոյը դարձյալ բաց թողեց աղավնուն։ Աղավնին այլևս չվերադարձավ։ Այն ժամանակ Նոյը բաց արեց տապանի դուռն ու տեսավ, որ երկրի մակերեսը չորացած է։ Հետո Աստված Նոյին ասաց. «Տապանից դուրս արի կնոջդ, տղաներիդ և նրանց կանանց հետ։ Դուրս բեր նաև այն բոլոր կենդանիներին, որոնք քեզ հետ են, ու թող ցրվեն նրանք աշխարհով մեկ, ու թող աճեն ու բազմանան»։ Նոյը ամբողջ ընտանիքով դուրս եկավ տապանից։ Նույնպես բոլոր կենդանիները դուրս եկան ու ցրվեցին աշխարհով մեկ, ու թռչուններ թռան ծառերի վրա։ Նոյը քարից զոհասեղան շինեց։ Հետո վերցրեց մի քանի կենդանիներ ու թռչուններ ու Աստծուն զոհ մատուցեց։ Աստծուն դուր եկավ այդ զոհը, և նա ասաց. «Այլևս մարդու պատճառով երկիրը չեմ անիծելու, որովհետև մարդու սրտի խորհուրդը մանկությունից չար է։ Այլևս չեմ հարվածելու ոչ մի կենդանու, ինչպես արեցի։ Այսուհետև երկիրը անդադար կունենա ցանքս և բերքահավաք, ցուրտ և տաք, ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ»։ Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին ու ասաց. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո ձեր սերնդի հետ և ձեզ հետ եղող ամեն մի շնչավոր արարածի հետ, թե թռչունի, թե անասունի և թե ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, բոլոր տապանից դուրս եկածների, երկրի բոլոր անասունների հետ։ Իմ ծիածանը դրեցի ամպի մեջ, որպեսզի նա ուխտի նշան լինի իմ ու երկրի միջև, ու երբ ամպերի մեջ իմ ծիածանը հայտնվի, այն ժամանակ կհիշեմ հավիտենական ուխտը Աստծո ու ամեն կենդանի մարմնի միջև։ Ահա այն ուխտի նշանը, որ ես հաստատեցի իմ ու երկրի վրա եղող ամեն կենդանի մարմնի միջև»։ Բաբելոնի աշտարակը։ Նոյի որդիները շատ զավակներ ունեին, ու նրանցից շատ մարդիկ ծնվեցին, սակայն շուտով պարզվեց, որ ջրհեղեղից հետո եղած մարդիկ ավելի լավը չէին, քան նրանք, ովքեր ջրհեղեղից առաջ էին ապրում։ Այն ժամանակ աշխարհում մեկ լեզու կար, մեկ բարբառ։ Մի օր մարդիկ իրար գլխի հավաքվեցին ու ասացին. «Մեզ համար մի քաղաք ու աշտարակ կառուցենք, որի գագաթը մինչև երկինք հասնի, ու մեզ համար անուն հանենք, որպեսզի աշխարհով մեկ չցրվենք»։ Հպարտության զգացումով լի ու ցանկանալով փառք վաստակել, մարդիկ փութաջանությամբ ձեռնամուխ եղան շինարարությանը։ Բայց այդ բանը Տիրոջը դուր չեկավ։ Նա նայեց քաղաքին ու աշտարակին, որ նրանք կառուցում էին, ու ասաց. «Ահա նրանք մի ժողովուրդ ու մի լեզու են, ու սրանք ետ չեն կանգնի այն բանից, ինչ որոշել են անել։ Իջնենք ու խառնենք նրանց լեզուները, այնպես, որ իրար չհասկանան»։ Տերը խառնեց մարդկանց լեզուները, այնպես, որ նրանք իրար չէին հասկանում, ուստի չկարողացան շարունակել աշտարակի կառուցումը։ Այդ պատճառով այդ վայրը Բաբելոն կոչվեց, այսինքն խառնաշփոթություն։ Այդ բանից հետո Աստված նրանց այնտեղից աշխարհով մեկ ցրեց։ Աբրահամը։ Աբրահամ նշանակում է ժողովուրդների հայր։ Նա շատ էր սիրում Տիրոջը ու նրան հնազանդ էր ու նվիրված։ Աստված ինքը նրան իր բարեկամն անվանեց։ Տերը Ավետարանի մեջ մեզ էլ է ասում.
դուք իմ բարեկամներն եք, եթե կատարեք ինչ որ ես ձեզ պատվիրում եմ։ Մի օր Տերը Աբրահամին ասաց. գնա քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից, այն երկիրը, ուր ես քեզ ցույց կտամ։ Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ, կօրհնեմ քեզ, քո անունը կմեծացնեմ, և դու օրհնյալ կլինես, և քեզ օրհնողներին կօրհնեմ, և քեզ անիծողներին կանիծեմ, և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն։ Աբրահամը արեց այն, ինչ Տերն իրեն ասաց, իր հետ վերցրեց իր կնոջը Սառային, եղբոր որդուն Ղովտին, ողջ ունեցվածքը և Խառանում իր հետ ապրող իր բոլոր մարդկանց հետ միասին դուրս եկան դեպի Տիրոջ նշած Քանանու երկիրը։ Ճանապարհին հասան այն վայրը, որ Մորենի կաղնի էր կոչվում։ Այնտեղ Տերը երևաց Աբրահամին ու ասաց. այս երկիրը պիտի քո սերնդին տամ։ Աբրահամն ու բոլոր նրանք, ովքեր իր հետ էին, գնացին այն ճանապարհով, որ նրանց մատնանշել էր Տերը, մինչև որ հասան Բեթելի արվանձանները ու կանգ առան։ Աբրահամը շատ հարուստ էր։ Նա ուներ ոսկի, արծաթ և շատ անասուններ։ Նրա եղբոր որդին Ղովտը նույնպես շատ վրաններ ու մանր ու խոշոր եղջերավոր անասուններ ուներ։ Որոշ ժամանակ անց նեղվածք զգացվեց, քանի որ երկուսն էլ շատ ունեցվածք ունեին։ Շուտով նրանց հովիվների մեջ վեճ սկսվեց։ Այն ժամանակ Աբրահամը Ղովտին ասաց. իմ ու քո մեջ թող դժգոհություն չլինի, քանի որ մենք ազգականներ ենք։ Ամբողջ երկիրը քո առաջ է, բաժանվիր ինձանից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ։ Ղովտը սկսեց չորս կողմի արոտավայրերը ուսումնասիրել։ Նա նկատեց, որ Հորդանանի շրջակայքը շատ բարեբեր է ու ջրառատ։ Իր համար այդ տեղը ընտրեց, բաժանվեց Աբրահամից ու իր վրանները տարածեց մինչև Սոդոմ քաղաքը։ Այս քաղաքի բնակիչները շատ չար էին ու մեղավոր Տիրոջ առաջ, բայց Ղովտը հրապուրվեց սքանչելի արտերով, իր անասունների համար արգավանդ դաշտերով ու սկսեց ապրել անազնիվ մարդկանց շրջապատում։ Այդ պատճառով շատ դժբախտություններ պատահեցին նրան։ Բնակավայրը ընտրելիս Աստծո հետ չխորհրդակցեց, մի բան, որ պետք է միշտ անել, ու իր ազատ կամքով Սոդոմը ընտրեց։ Իսկ Աբրահամը բնակվեց Մամրեի կաղնիների մեջ և այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Ղովտի Աբրահամից բաժանվելուց հետո Տերը Աբրահամին ասաց. նայիր դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի արևելք ու արևմուտք, այն ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ և քո սերնդին եմ տալու, ու քո սերունդը երկրի վրա եղած ավազի չափ եմ անելու։ Եթե որևէ մեկը կկարողանա հաշվել երկրի վրա եղած ավազը, ապա կկարողանա հաշվել նաև քո սերունդը։ Որոշ ժամանակ հետո Աստված Աբրահամին նորից տեսիլքի մեջ երևաց ու ասաց. ես քեզ վահանեմ, քո վարձատրությունը շատ մեծ է։ Վշտացած, որ շատ ծեր է ու դեռ երեխա չունի, Աբրահամը Տիրոջն ասաց. Տեր, ի՞նչ ես տալու ինձ, ես առանց զավակի եմ մնում, դու ինձ սերունդ չտվիր, և ահա իմ տանս ծառան ինձ ժառանգ կլինի։ Աստված նրան ասաց. նա չի լինի քո ժառանգը, այլ նա, ով քո մեջքից դուրս կգա։ Հետո Աբրահամին դուրս բերեց ու ասաց. նայիր երկնքին ու հաշվիր աստղերը, եթե կարող ես։ Ահա այդքան սերունդ կունենաս դու։ Աբրահամը հավատաց Տիրոջը, ու նա Աբրահամի այդ վերաբերմունքը արդարություն համարեց։ Մի օր Աբրահամը ցերեկվա տապին նստած էր իր վրանի մուտքի առաջ, երբ հանկարծ իր դիմաց կանգնած 3 մարդ տեսավ։ Աբրահամը իսկույն հասկացավ, որ նրանք Տիրոջ կողմից ուղարկված մարդիկ են։ Ընդունեց նրանց ու հյուրասիրեց։ Երբ ճաշն ավարտվեց, նրանցից մեկը Աբրահամին ասաց. եկող տարի այս ժամանակ նորից քեզ կայցելեմ, ու քո կինը Սառան որդի կունենա։ Լսելով այդ խոսքերը Սառան ներքուստ ծիծաղեց ասելով. պառավելուց հետո պիտի զվարճանամ։ Սակայն Աստված Աբրահամին ասաց. Սառան ինչու ծիծաղեց, Աստծո համար դժվար բան կա։ Եկող տարի նշված ժամկետին կգամ քեզ մոտ, ու Սառան տղա կունենա։ Հետո Աստված ասաց.
Միթե Աբրահամից կթաքցնեմ, թե ինչ եմ ուզում անել։ Աբրահամից կառաջանա մի մեծ և ուժեղ ժողովուրդ, ու երկրի բոլոր ժողովուրդները նրանով կօրհնվեն, որովհետև ես եմ նրան ընտրել։ Որոշված ժամանակին Տերը իր խոստումը կատարեց, ինչպես միշտ նա հավատարիմ է իր խոստման մեջ։ Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը։ 4 քաղաքներ՝ Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից։ Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը։ Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի։ Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ, սակայն այդպիսիք չգտնվեցին։ Եվ ահա թե ինչ պատահեց. Սոդոմում իր կնոջ և 2 աղջիկների հետ ապրում էր մի արդար մարդ՝ Ղովտը։ Աստված այս քաղաքն ուղարկեց մարդկային կերպարանք ստացած 2 հրեշտակների։ Սա լինում է երեկոյան։ Հյուրասեր Ղովտը նրանց ընդունեց իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են։ Դեռ չէին պառկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը, տունը շրջապատեցին և Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան։ Նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց»։ Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետևիցը և ասաց. «Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարություն մի արեք, նրանց ոչինչ մի արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»։ Սակայն նրանք ասացին. «Պանդխտության համար եկավ և ուզում է դատաստան անել, հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սոդոմցիք մոտեցան Ղովտին, որպեսզի դուռը կոտրեն։ Այդ ժամանակ այդ մարդիկ, այսինքն հրեշտակները, իրենց ձեռքը մեկնեցին և Ղովտին տան մեջ իրենց մոտ վերցրին և դուռը փակեցին, և այն մարդկանց, որ տան դռանն էին, կուրությամբ զարկեցին փոքրից մինչև մեծը։ Այդ մարդիկ Ղովտին ասացին. «Մենք այս տեղը պետք է կործանենք, որովհետև նրանց աղաղակը Տիրոջ առաջ մեծ եղավ»։ Եվ նրանք Ղովտին կնոջը և 2 աղջիկների ձեռքից բռնած դուրս բերեցին քաղաքից։ Նրանցից մեկն ասաց. «Անձիդ ազատման համար փախիր, ետիդ մի նայիր ու լեռը փախիր, որպեսզի չկորչես»։ Եվ արևը երկրի վրա ծագում էր, և Ղովտը Սեգովր մտավ։ Եվ Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ ու կրակ տեղաց երկնքից, և կործանեց այն քաղաքները և բոլոր դաշտերը և այն քաղաքների բոլոր բնակիչները և երկրի բոլոր բուսականությունը։ Ղովտի կինը ետ նայեց և աղի արձան դարձավ։ Ենթադրում են, որ այս կործանված քաղաքները գտնվում էին Մեռյալ ծովի հարավային մասում։ Սոդոմ և Գոմոր արտահայտությունները հիմա էլ օգտագործվում է՝ ցույց տալու համար անառակության աստիճանը, որոնք վերջին ժամանակներս գնալով ավելի են տարածվում երկրի վրա։ Աստծո 3 բանբերներին ուղարկելուց 1 տարի անց Սառան որդի ունեցավ։ Աբրահամը նրա անունը Իսահակ դրեց։ Երբ Իսահակը մեծացավ, Տերը որոշեց փորձել Աբրահամի հավատն ու սերը իր նկատմամբ։ Աստված նրան դիմեց հետևյալ խոսքերով. «Վերցրու քո միակ որդուն՝ Իսահակին, որին սիրում ես, գնա Մորիայի երկիրը և այնտեղ նրան ողջակե զարա, այն սարերից մեկի վրա, ուր ես քեզ կասեմ»։ Աբրահամի համար դժվար էր այդ անել, բայց նա ուզում էր անել այն ամենը, ինչ Աստված հրամայում էր, որովհետև նա Տիրոջը ողջ սրտով էր սիրում։ Այդ պատճառով նա փայտ ջարդեց, դրեց էշի վրա, իր հետ վերցրեց 2 ծառաներին և Իսահակին ու գնաց Տիրոջ նշած տեղը։ Չիմանալով, որ հայրը իրեն էր զոհաբերելու, Իսահակն ասաց. «Հայր իմ, ահա կրակն ու փայտը, բայց ո՞ւր է ողջակիզելու գառը»։ Աբրահամը պատասխանեց. «Աստված կհոգա գառան հարցը, որդյակ իմ»։
Մորիա Սարը հասնելով Աբրահամը ծառաներին ներքևում թողեց, բարձրացավ Սարը, զոհասեղան սարքեց ու Իսահակին կապելով զոհասեղանի վրա դրեց։ Սակայն հանկարծ Աստծո հրեշտակը երկնքից կանչեց. «Աբրահամ, Աբրահամ, ձեռքդ պատանու վրա մի բարձրացրու ու ձեռք մի տուր նրան, որովհետև ես հիմա գիտեմ, որ դու վախենում ես Աստծուց և ինձ համար միակ որդուդ չխնայեցիր։ Օրհնելով օրհնում եմ քեզ»։ Աստված միշտ օրհնում է նրանց, որոնք ամբողջ սրտով սիրում են իրեն ու կատարում իր բոլոր պատվիրանները։